Ամեն բան արա իր ժամանակին։ Ժողովուրդն էլ մի հրաշալի խոսք ունի, երևի հայերն են այս խոսքի հեղինակը։ Այսօրվա գործը վաղվան մի թողիր։ Կա բան, որ հենց հիմա պիտի անես։ Գիտեք, ես շատ լուրջ խնդրեմ եմ ունեցել, մանավանդ ուսանող ժամանակ։ Դե որ չարություն է անում, չարությունը ժամանակ է պահանջում։ Էլ լավ սովորելն էլ է ժամանակ պահանջում։ Ստիպված համ լավ էի սովորում, համ չարություն էի անում, ժամանակ չկար այդ երկուսի համար։ Երևի 3 տարուց ավել լիկվիդներով եմ սովորել։ Ամեն անգամ գնում էի կիսատ պատրաստված, ասում էի ինձ 2 դրեք, որ գնամ 5-ի սովորեմ կամ պատասխանեմ։ Գալիս էի գիշերները տեղը պիտի հանեի։ Ինքս ինձ չարչարել եմ։ Ոչ մեկ չի կարացել պատկերացնի, որ ես այդ գերազանց սովորողը ուրիշ ժամանակ է հաշվին, քնի, հանգստի հաշվի, որտեղ ոչ մի բան իր ժամանակին չեմ արել։ Բայց փառք Աստծո 2004 թվականի համար ապաշխարեցի, խելքի եկա, հեռացա չարությունից, լիկվիդներն էլ ինձնից հեռացան, փառք Հիսուսին։ Այդ միակ տարին է, որ ես լիկվիդ չեմ ունեցել, հավատացեք, ճիշտ եմ ասում։ Ամբողջ ընտանիքս ձեռքս կրակներ ընկել։ Այս անգամ քանի լիկվիդ ունես, 3, թե 4, թե 5։ Պատկերացնում եք, լավ սովորող մարդ, բայց տենց սովորի։ Ֆենոմեն է, գիշերները չէի քնում։ Անպայման ամեն ինչ անում եմ, 2-րդ, 3-րդ լիկվիդից պիտի 5 ստանայի։ Բայց ինչին է պետք, որ մենք մեզ չարչարենք, եթե ամեն բան պիտի անենք մեր ժամանակին։ Ինչքան լավ է, որ ամեն բան իր ժամանակին անես, շատ շուտ անես, վերջացնես, չհապաղես ու ամեն բանով օրհնված լինես։ Ամեն։